Ըստ այդմ ձեր կարծիքով ովքեր ստիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանին հրաժարական տալ։ Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այն մարդն է, ում հնարավոր է ստիպել հրաժարական տալ։ Հենց հրաժարական Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն է հրաժարական տվել, իր հրաժարականում ինքը ներկայացրել է, թե ինչու է այդ հրաժարականը ինքը տալիս, դրդապատճառները որոնք էին այդ հրաժարականի, ինքը համարում էր, որ եղած առաջարկը ինչ որ այդ պահին կա, փուլային տարբերակը, որով ինքը փորձում էր Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել, լավագույնն է, եւ եթե այդ տարբերակով չլուծվի, հետագա առաջարկված տարբերակները կլինեն ավելի վատ։ Պարոն Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյանը իր հրաժարականի տեքստում ուղերձում ժողովրդին ասում է, ձեզ հայտնի ուժերի կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։ Որոնք էին այդ ուժերը։ Գիտեք ինչ, Լևոն Տեր-Պետրոսյանին կարող եք այդ հարցը տալ, որոնք էին այդ ուժերը։ Մենք Լևոն Զուրաբյանին ենք այդ հարցը տվել ու նա թվարկեց Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Վազգեն Սարգսյան։ Ես ասում եմ, որ Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյանը եւ այդ թվում Երկրապահ կամավորական միությունը եւ այդ թվում Հայաստանի Հանրապետության բնակչության մեծ մասը փուլային տարբերակը չէին ընդունում եւ դա համարում էին Հայաստանի կողմից զիջումներ։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գտնում էր, որ իր առաջարկված լուծումը լավն էր, ինքը կարող է հրաժարական չտար։